Երևանի քաղաքային դեմքի փոփոխությունը մեկնարկել էր 2000-ականներին։ Ներկայիս Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող տների ապամոնտաժումը, բնակիչների բռնի տեղահանումն ու ոչ համարժեք փոխհատուցումը, ավելի ուշ Աբովյանի վրալեզվի ինստիտուտի շենքի քանդումը սկիզբն էր մի գործընթացի, որը փողոց էր հանելու դեռ անձև ու փխրուն քաղաքասարակությանը։ Հիմա մեզ այստեղ տեղափոխեն ուր գնանք։ Այս հնությունները կվերանա։ 2010-ականներին սկսվելու էր Երևանի կենտրոնի հին շենքերի անխնա հունձը։ Քանդիչ մեքենայի կռունկը անցնելու էր Մաշտոցի պուրակի, Աֆրիկյանների շենքի, Փակ շուկայի, Կինո Մոսկվայի ամառային դահլիճի, Ֆիրդուսի թաղամասի մոտով, տեղ-տեղ հաջողելով, տեղ-տեղ վրիպելով։ 10-ականների կուլմինացիան Աֆրիկյանների շենքն էր։ Քաղաքային դումայի անդամ աֆրիկյան եղբայրներն էին Երևանն առաջին անգամ խմելու ջրով ապահովել։ Քայլում էի Աֆրիկյանների շենքի մոտով մի անգամ, հերթական անգամ հիանում էի ու գնահատում ինչքան եզակի շենք է իր որմնաքանդակներով եւ այսպես ներքուստ ինձ խոս ստացա, որ եթե սրվի աֆրիկյանների հարցը, ես չեմ կարող անտարբեր մնալ ու ինչ-որ մի բան պիտի ձեռնարկեմ։ Հարցը սրվեց 2014-ի ամռանը։ Հին Երևանի այս հուշարձան շենքը պետք է քանդվեր Հին Երևան նախագծում ներառվելու համար։ Համարակալված քարերով նախատեսվում էր վերարտադրել շենքը մի քանի մետր այն կողմ Աբովյան Բուզանդարամ կողբացի փողոցների հատույթում։ Արդեն ավանդույթ դարձած ոճով շենքի բնակիչներին չնչին փոխհատուցում առաջարկվեց։ Ես հիշում եմ, որ այդ ընթացքում քաղաքապետարանից գալիս էին ճարտարապետներ, որոնց մենք բոլորս ճանաչում ենք, այդ հայտնի դեմքեր, գալիս էին փորձում էին մեզ ներկայացնել այդ Հին Երևան նախագիծը, որ հեսա, չգիտեմ, վաղը կկառուցվի այդ Հին Երևանը, բայց հիմա էլ մենք տեսնում ենք, որ այդ նախագիծը ու ինչպես լիք ուրիշ նախագիծներ հիմա Հայաստանում փուչիկ են։ Իրավիճակին հանրայնություն տալու համար որոշվեց մշակույթի գործիչների ներառել, համերգ կազմակերպել։ Մի քանի ռոք խմբեր հրաժարվեցին ներգրավվելուց։ Վերջիվերջո իր համերաշխությունը հայտնելու համար միացավ Տիգրան Համասյանը։ Այդ ժամանակ ոստիկանները բավականին վախեցել էին, որ մարդկանց ամբողջը շատ ավելի մեծ կլինի ու փակել էին, ավելի շատ էին ավերացրել այդ արգելապատնեշները ու երևի այդ համերգից հետո էր, որ մենք հասկացանք, որ այս մետաղների, ոստիկանների պատը ավելի մեծամեծնից էլի։ Աֆրիկյանների շենքը ապամոնտաժվեց, Հին Երևան նախագիծը փաստացի չկա։ Այսօր Աֆրիկյանների տեղում 22 հարկանի շենք է, որի 11 հարկը Մարիոթ Քորդյարդ հյուրանոցն է, որը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։